Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առավոտի ջրբաժան հաղորդումը եւ մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականացման փոխհարաբերության մասին։ Եվ այժմ իմ զրուցակիցն է փիլիսոփա քաղաքագետ Հովհաննես Սարգսյանը, շնորհակալություն պարոն Սարգսյան։ Ձեզ շնորհակալություն։ Ինքնության ճգնաժամ։ Այդ բառակապակցությունը հաճախ ենք կարդում մանավանդ լրագրողների մոտ, հրապարակախոսների մոտ ամբողջ աշխարհում։ Արդյոք դա գիտական առումով կոռեկտ արտահայտություն է։ Գիտության մեջ այո, ընդունված է նման դարձվածքը, այսպես ասենք, հասկացությունը, նույնիսկ դասագրքային կամ հանրագիտական հրապարակումներ կան ինքնության մասին, որտեղ հենց մի փոքրիկ ենթագլուխ կա ինքնության ճգնաժամ, ինքնության կոնֆլիկտ, ինքնության ճգնաժամ, այսինքն գիտության մեջ դա արդեն շրջանառվող տերմին է, որը կայացած է իհարկե ինչպես ցանկացած այլ տերմին, հատկապես որ նոր ամտնում սոցիալ-հումանիտար գիտությունում ինքը ունի նաև հակառակորդներ, հենց ինքը ինքնություն հասկացությունը, եթե գիտեք, ունի եւ կողմնակիցներ եւ ունի նաև գիտնականներ, հեղինակներ, արևմտյան այդ թվում, որոնք քննադատաբար են մոտենում այդ տերմինի տեղին, անտեղին կիրառմանը տարբեր գիտություններում, բայց մյուս կողմից պիտի շեշտենք, որ ինքը հասկացությունը բավականին մեծ պոտենցիալ ունի հասարակական զարգացումները, հասարակական գործընթացները մեկնաբանելու, իմաստավորելու, նկարագրելու, բացատրելու առումով, համենայն դեպս եւ ինքնություն հասկացությունը եւ ինքնության ճգնաժամը այսօր գիտական հանրությունում ընդունված հասկացությունները։ Դուք համաձայն եք, որ հիմա մարդկությունը, չգիտեմ, ապրում է ինքնության ճգնաժամ։ Այդ ինքնության ճգնաժամը ծնեց հենց ինքնություն հասկացությունը, Էրիքսոնի մասին է խոսքը, որտեղ կար խնդիր, դա անհատական ինքնությունն էր, անհատական պատկանելիության խնդիրն էր եւ շրջապատի ընկալումը իր, ինքը մի ձևեր իրեն ընկալում, այդ հոգեբան, սոցիալ հոգեբանը, շրջապատը սակայն համարում է, որ ինքը եթե էսրա մասն է, պիտի էսպիսին լինի։ Այստեղից հենց այս ինքնության իր սեփական անձնական ինքնության ճգնաժամը հանգեցրեց նրան, որ նա դրեց շրջանառության մեջ ինքնություն հասկացությունը, որը հետո նաև կոլեկտիվ ինքնությունների առումով ներթափանցեց արդեն սոցիալ-հոգեբանությունից բոլոր այլ սոցիալ-հումանիտար գիտությունները, պատմությունը, թե մարդկությունը ապրում է այդ ճգնաժամը, թե չէ ընդհանուր առմամբ, ինձ թվում է կամ փուլեր, երբ որ այդ ճգնաժամը ակնառու է, կամ փուլեր, երբ որ այդ ճգնաժամը գուցե լատենտ է, թաքնված է, քողարկված է, եւ կախված է երևի թե հասարակության ստաբիլության վիճակից, ինչքան ստաբիլ է, այնքան չի գիտակցվում, որ ինքնության խնդիր կա, հենց հասարակության մեջ ինչ որ անկանոնությունը, ոչ ստաբիլ վիճակը գերակայում, իհարկե սկսում են միանգամից խոսել ինքնության ճգնաժամի մասին։ Դեն համընդհանուր, հա, ասացիք մի քանի ձևի ինքնություններ կան, չէ՞, սեռական, չգիտեմ, քաղաքական, քաղաքացիական, կրոնական, ազգային, այդ բոլոր ինքնությունները ճգնաժամ են ապրում։ Կարան ապրեն։ Եթե խոսում ենք արդի ընդհանրապես համաշխարհային process-ների մասին, քանի որ իրենք գնալով ավելի դինամիկ եւ ինտենսիվ են դառնում, կա մեթոդաբանություն, որը սիներգետիկա է կոչվում, որը կայուն եւ անկայուն համակարգերի մասին նաեւ ինչքան անկայունությունը մեծանում է, այնքան սկսում են չաշխատել կայուն համակարգի մեխանիզմները։ Հիմա մարդկությունը իմ կարծիքով այս ինտենսիվ փոփոխությունների հետևանքով փաստորեն մտնում է մի փուլ, որտեղ այդ կայունությունը ավելի շատ է, քան կայունությունը, այսինքն կայուն համակարգերը շատ արագ են տրանսֆորմացում նոր համակարգերի, որ ունի եւ օբյեկտիվ, գուցե եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց առաջերտին օբյեկտիվ, որը կապված է տեխնոլոգիաների զարգացման հետ, որը կապված է կոմունիկացիաների զարգացման հետ, որը կապված է միգրացիոն հոսքերի, այսինքն մարդկությունը շատ մոբիլ է դառնում եւ իհարկե այս ամենը բերում է նրան, որ անկայուն վիճակները սկսում են գերակայել եւ այդ առումով ինքնության ճգնաժամ կարա լինի գրեթե բոլոր բնագավառներում եւ կարևորը դա հասկանալ, փորձել նկարագրել եւ բացատրել գիտականորեն։ Արդյոք մարդկանց ինքնությունը ձևավորվում է ուրիշներից սահմանազատվելու հիման վրա, այսինքն մերոնք ոչ մերոնք, իմ խումբը ոչ իմ խումբը, իմ մրցակիցները գուցե նաև թշնամեն է, պատադիր է դա որ լինի։ Որպես կանոն դա շատ հզոր մեխանիզմ է ինքնության ձևավորման, ինքնության բյուրեղացման համար, ես այդպես կասեի, եթե մենք նայում ենք նույն պետական ազգային ինքնությունների ձևավորմանը, սկսած հին ժամանակներից
միշտ այդ մեխանիզմը ուրիշին, որը որպես կանոն մի քիչ հրեշացվում է, դեմոնացվում է, հակադրվելու մեխանիզմը, ներքին մոբիլիզացիայի եւ սեփական ինքնությունը առանձնացնելու լուրջ մեխանիզմը սկսեցին Հռոմից, եթե հիշեք, Կարթագենին հակադրվելու այդ մոբիլիզացիոն գործընթացը, նաեւ արդի աշխարհում նորվեգացի հայտնի քաղաքագետ կա Նոյմանը, որը համաեվրոպական ինքնությունը բացատրում է արևելքին, մասամբ սոցիալիստական այդ ճամբարին հակադրվելու միջոցով, որովհետև նույն Եվրոպայի ներսում մենք գիտենք խնդիրներ, անվերջ պատերազմներ, թշնամանք, բայց ինչու հնարավոր դարձավ համաեվրոպական ինքնություն, որովհետև այդ հակադրվելու մեխանիզմը շատ կարևոր էր։ Մենք էլ ունենք մեր մեջ, ավելի հզոր ունեն մեր հարևանները, օրինակ գիտենք, որ Ադրբեջանի ինքնության քաղաքականության մեջ կամ ազգակերպման քաղաքականության մեջ հայացածության, այսպես ասած, մեխանիզմը, գերկարևոր մեխանիզմը հակադրվելու եւ իմ մոտ անձամբ լուրջ կասկածներ կան արդյոք այդ մեխանիզմից, նույնիսկ եթե պայմանագիրը ստորագրվի խաղաղության, Ադրբեջանը հրաժարի, որովհետեւ դրան լրացնելու ուրիշ կոնստրուկտիվ ռեսուրսներ այս պայն իհարկե իրանք օգտագործում են, բայց սա շատ լուրջ ռեսուրս է։ Եվ զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինձ թվում է մոտակա ժամանակներում այդ մեխանիզմը իհարկե կաշխատի։ Եվ հաճախ կներեք, հաճախ դա նպատակաուղղված է։ Իհարկե ինքնությունները տրանսֆորմացվում են, ինքնաբուխ են տրանսֆորմացվում, արտաքին գործոնների ազդեցության տակ են, հատկապես ուժային կենտրոնների ազդեցության տակ, բայց այստեղ լրիվ խնդիրը թե ինքը պետությունը որքան է սուբյեկտային, ընդհանրենք եթե ինքնության զարգացման քաղաքականության մասին է, ինչքան է սուբյեկտային այդ գործընթացի մեջ եւ ձեր ասած գործոնը ինչքան նպատակաուղղված եւ հաշվարկված է կիրառում։ Մենք էլ պետք է այդ գործիքը կիրառենք, որպեսզի ուժեղ լինենք։ Մենք գուցե դա չենք ընդգծում, բայց դա մեր մոտ կիրառվել է, եթե մենք լուրջ վերցնենք օբյեկտիվ պատճառներով իհարկե, բայց այդ գործիքը կիրառվել եւ կիրառվում է, ասենք թուրքական սկզբին հակադրվելունը կամ երբեմն մեր մոտ տարածված առօրյայում քոչվոր ինչ-որ սկզբին հակադրվելը եւ դրանով ընդգծելով մեր մշակութային քաղաքակրթական ինքնության տարբերությունը։ Այսինքն դա կիրառվել է, ինչքանով է դա նպատակաուղղված, ինչքանով է ռացիոնալ հաշվարկված քաղաքականության հետևանք, չգիտեմ, դա այլ հարց է, բայց դա կիրառվել է, պարզապես կարող դա կիրառվի իրոք ինչ-որ մեկին ատելու մակարդակով եւ կարա կիրառվի ինչ-որ ավելի մեղմ տարբերակներով։ Մեր մոտ ինձ թվում է դա եղել է, հիմա էլ մասամբ կա այդ հակադրվելու միջոցով սեփական եսը ընդգծել, թե ինչքան է դա ինչ մակարդակ է, ինձ թվում մեղմ է մեր մոտ բավականին, գոնե այս պահին։ Իսկ գաղութային, հակագաղութային, այսինքն հիմա այդ նոր բանն է, չէ՞, մենք Ռուսաստանի գաղութն ենք, հիմա այդ գաղութական վիճակից դուրս ենք եկել, այդ հակադրվելու գիծը կարծես թե հիմա ուժեղանում է։ Դու այդ տերմինը ժամանակին արևմուտքում որ դրին շրջանառության մեջ հետգաղութային սինդրոմ դրեցին անունը, դա իհարկե զուտ սովետական միության մասին չէր, հակառակը այլ գաղութների մասին էր, բայց հետագայում երբ որ փլուզվեց ԽՍՀՄ-ը, սկսեցին կիրառել նաև հետսովետական տարածությունը ուսումնասիրելիս հետգաղութային սինդրոմի դրսևորումը, այսինքն դա նշանակում էր գտնել սեփական եսը կամ հաճախ դա ներկայացվում է վերադառնալ սեփական եսին, օրինակ վրացիներին մենք հիմա պրոյեկտ ենք իրականացնում նախագիծ գիտական ձևափոխվող ինքնությունները Հարավային Կովկասում իբրև քաղաքագիտական հետազոտության օբյեկտ Հարավային Կովկասի պետությունների օրինակով, օրինակ հակադրումը Ռուսաստանին, հատկապես Սաակաշվիլի օրոք Վրաստանում, ինչու արտահայտվեց, որ հիշեցին սեփական եվրոպական ինքնության մասին։ Ես վրացի մենք խորքային հարցազրույց անցկացրեցինք վրացի փորձագետների հետ, ես հարցնում եմ, ասում եմ, դուք իրոք այդքան եվրոպական եք դրա համար, գնացիք Եվրոպա, ձեր ինքնությանը վերադարձաք եւ հակադրվեցիք Ռուսաստանին, թե վերևից որոշվեց, որ դուք գնում եք Եվրոպա եւ դուք հիշեցիք ճակերտներով գուցե, որ դուք եվրոպացի եք, ընդ որում լուրջ փորձագետները հաճախ հարցնում են հիմա հատկապես Վրաստանում մի քիչ փոխված է իրավիճակը, փորձում են այդ սուբյեկտայնությունը հետ բերեն, երբ որ ես հարցնում եմ, ասենք իշխանամետ վրացական փորձագետին, իսկ այդ հարցը տալիս եմ,
ինքը ասում է դե նայած Եվրոպա ասելով ինչ հասկանանք։ Չգիտես ինչու, ասում է թե քրիստոնեությունը, թե քրիստոնեությունը եվրոպական ծագումով կրոն չի, նա մերձավոր արևելյան, աբրահամական կրոն է, բայց ասում է թե քրիստոնեությունը, անտիկ շրջանը, հելենիզմը հասկանանք, մենք Եվրոպա ենք, եվրոպացի ենք էությամբ գնում ենք Եվրոպա, բայց եթե հասկանանք սեռական փոքրամասնությունները, մյուսները, LGBT շարժումները, մենք չենք ուզում այդպիսի Եվրոպա։ Այսինքն այդ գործոնը գաղութականի այդ գործոնը նայեք խորհրդային միությունով փլուզվեց, դա արտահայտվեց ծայրահեղ էթնոնացիոնալիզմով, էթնոազգայնականությամբ, նույն Ադրբեջանում, Վրաստանում, Էլչիբեյը, Գամսախուրդյան, միտեղ քվարկված ազգայնականությամբ, ասենք ղազախները ոնց որ թե սենց կտրուկ հակառուսական քայլեր չարեցին, բայց եթե նայենք այս 30 արդեն քանի տարին կտեսնենք, որ այդ ազգայնական մոդելը աշխատում է, բավականին հետաքրքիր քվարկված ձևով, ղազախները մեծամասնություն դարձան, բացարձակ իրենց պետությունում թե մինչև այդ փոքրամասնություններին։ Մեր մոտ այդ ելնելով օբյեկտիվիստ հիմքերից նաև անվտանգային համատեքստում այդ սինդրոմը կար, բայց թեթևիստ դրսևորված, հիմա մի քիչ ակտիվանում է, թեև սա գուցե արդեն ոչ թե զուտ գաղութային տերմինը ստեղ կաշխատի, այլ ուժի կենտրոններ, ուժային կենտրոնների ազդեցությունը եւ օրիենտիրները փոխելու համատեքստն այս թվում աշխատում արդեն։ Պատերազմը, պարոն Սաքսյան, Հանտինգտոնը իր հայտնի գրքում, ով ենք մենք, որը նվիրված է ամերիկյան ինքնությանը, մեջբերում է բրիտանացի 20-րդ դարի ռազմական պատմաբան Մայքլ Հովարդի միտքը, հետևյալ միտքն է. ոչ մի ազգ, ասում է Հովարդը, բառիս իսկական իմաստով չի կարող առաջանալ առանց պատերազմի, եւ Հանտինգտոնը կարծես թե դրա հետ համաձայն է։ Իսկ դուք Ճիշտ ասած, հետաքրքիր հարց է եւ այս շեշտադրման վրա ես այդքան ուշադրություն չեմ դարձրել մեր հետազոտություններում, ոնց որ թե մենք դրան չենք անդրադառնում, բայց հարցը հետաքրքիր է։ Պատերազմ, եթե նկատի ունի պատերազմ բառի բուն իմաստով, այսինքն այդ կրակելը, սպանելը եւ այլն, որովհետեւ հիմա ունենք հիբրիդային պատերազմներ, ինֆորմացիոն պատերազմներ, չգիտեմ ինչ, այլ բնույթի պատերազմներ, գուցե դա հենց ձեր այն հարցի շարունակությունն է, որը հակադրվելու միջոցով, հետո պատերազմը գուցե մոբիլիզացիայի միջոց է, կամ էլ եթե հեգելյան տերմինները օգտագործենք, գուցե դա այն թռիչքն է մի վիճակից ինքնության դեպի եւ հասարակության, ընդհանրապես պետության գուցե դեպի այլ վիճակ, երբ որ Հեգելը ասում էր տեղ ունենում այդ վերհանումը եւ ինչ որ այլ մակարդակի վրա էս այդ ոսպնյակ։ Հա, ես շատ եմ այս վերջերս հաճախ, չգիտեմ, մտնում եմ գլխի մեջ այդ անալիզ, թեզիս, անտիթեզիս, դրույթ, հակադրույթ, համադրում կամ սինթեզ սխեման, որտեղ օրինակ նույն վրացիներին էլի ուսումնասիրելով, իսկ թվում է իրանք թեզիսը դա խիստ ազգայնականությունն էր, հետո եկավ լրիվ հակաթեզիսը, դեմոկրատական, լիբերալական, լրիվ Սաակաշվիլու քաղաքականությունը, հիմա ոնց որ ուզում են սինթեզի մակարդակի ինչ որ մի գործողություն անեն, այսինքն փորձել համադրել այդ թվում ավանդույթը եւ նաեւ առաջընթացը կամ տրանսֆորմացիան, զարգացումը։ Ընդհանրապես եթե թույլ կտակ այդ տրանսֆորմացիայի մասին երկու բան, որովհետեւ Նայեք, ինքնություն տերմինը, մենք առաջ օգտագործում ենք մեր իրականությունում, այդ թվում գիտական խոսույթում ավելի շատ ինքնատիպություն, ռուսերենում հաճախ խաբերմաս, եթե չեմ սխալվում տերմինը սամստ սկսին օգտագործել, հետո երբ որ եկավ ինքնություն տերմինը մենք վերցրեցինք։ Identity։ Եվ Հայաստանում այո, identity-ին դիսկուրսը հիմնական խոսույթը, նաև մարդկանց ով հայոց պատմության, մտքի պատմության, ասենք փիլիսոփայության եւ այլն, խոսույթը կոնսերվացիայի խոսույթ էր։ Այսինքն ոնց խոսում ենք պահպանելուց ինքնության մասին։ Իրականում հատկապես այդ խորհրդային տարածքի փորձի ուսումնասիրումը այս տարիներին ցույց է տալի, որ ոչինչ չի պահպանվում, ոչ անհնար է կոնսերվացվել եւ պետք էլ չի կոնսերվացնել։ Այսինքն նա ձևափոխվում է, կարա ձևափոխվի ինստինկտիվ, կարա ձևափոխվի արտաքին գործոնների ազդեցության տակ,
վերջիաշով են որ կոչվում է փափուկուժ, կապ չունի դա ում փափուկուժն է, դա ինչ որտեղ ինքնության քաղաքականության դեպի արտաքին մղելն է, սեփական կերպար արժեքների ու իդեալների միջոցով տարածելն է, որ ազդում է քո ինքնության տրանսֆորմացիայի վրա եւ վերջապես ունենք իրավիճակ, երբ որ պետությունը ինքն է փորձում այդ process-ը ինչ որտեղ նախագծել եւ իրականացնել, որը պայմանական ոմանք մոդեռնիզացիա են անվանում, դրա համար խոսում են ճապոնական ինքնության մոդեռնիզացիայի մի քանի փուլերի մասին, հիշենք դեռ 19-րդ դարի վերջի առաջի փուլը, հետո չգիտեմ երկրորդ համաշխարհայինից հետո մյուս փուլը, խոսում են այսօր չինական ինքնության մոդեռնիզացիայի մասին, խոսում են հարավարևելյան այլ հասարակությունների թուրքական ինքնության մոդեռնիզացիա, Քեմալ Աթաթուրքի կամ Մուստաֆա Քեմալի պրոյեկտի մասին, չգիտեմ ինչքանով է արդիականացում մոդեռնիզացիա հասկացությունը ստեղ տեղին ու գիտության մեջ կարելի է դա կիրառել, մենք երբեմն կիրառում ենք, բայց խոսքը գնում է նպատակաուղղված ձևափոխման ինչ-որ պրոյեկտների մասին։ Եվ այս դեպքում խիստ կարևոր է դառնում իհարկե դեկոնստրուկցիայի փոխարեն իրականացնել ռեկոնստրուկցիա։ Ապա դիցաբանականացումը, որ պարտադիր ենթադրում է տրանսֆորմացիոն պրոյեկտը, պիտի ապայման զուգակցվի կամ վերա դիցաբանականացման։ Օրինակի համար նույն պատմության ընթերցումը, պատմական հիշողության վրա աշխատելը, այսօր տերմին կա այդպիսի հիշողության քաղաքականություն, որը դառնում է այդ մեծ ինքնության քաղաքականության մասը, սիմվոլիկ քաղաքականությունը, ընդ որում մեր իրականության մեջ մինչև 16-17 թիվ ընդհանրապես ինքնության զարգացման խոսույթը չէր ընկալվում տրանսֆորմացիայի, այո, զարգացման, այսպես ասենք, որովհետև տրանսֆորմացիան ինքնանպատակ չի, տրանսֆորմացիան զարգացում նկատի ունենք, զարգացում ադապտիվ դարձնելու։ Համակարգը պիտի ադապտացվի փոփոխվող իրողություններին եւ համաշխարհային եւ ռեգիոնալ եւ ներքից եկող մարտահրավերներին պատասխանելու համար։ Երբ որ ժամանակին ասում էի, որ մենք ունենք խնդիրը որն է, որ այն ինքնության մոդելը, որ հազարամյակներ աշխատել է, ես դա անվանում եմ, չգիտեմ, կընդունեն չեն ընդունի, ես դա անվանում եմ մշակութային դավանաբանական մոդել, պիտի իմ կարծիքով ոչ թե դեննետվեր, այլ լրացվեր անկախության տարիներին քաղաքական, պետական ազգի մոդելով։ Եթե Ղարաբաղյան շարժումը դուք ինձ լավ, երևի ավելի ակտիվ նաև ներսում եք երևի եղել, հիշում եք, դա միայն Ղարաբաղի պահանջը չէր, նա միանգամից լրացվավ քաղաքացիական պահանջներով ու գնում էր ակտիվ շատ process քաղաքացիական հանրույթ ձևավորելու։ Բայց օբյեկտիվ թե չգիտեմ ինչ պատճառներով, սուբյեկտիվ մասամբ նաև 92 թվականից 3-ից ինձ թվում է այդ պրոյեկտը քաղաքացիական ազգի ձևավորման երկրորդ պլան մղվեց էկզիստենցիալ ինչ-որ խնդիրների պատճառաբանությամբ եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որ դրա դեռ ժամանակը չի եւ դրան նաեւ խանգարեց ինձ թվում այն, որ մենք մոնոէթնիկ ենք, այդ մոնոէթնիզմը իհարկե մի կողմից թվում է շատ մեծ նվաճում, բայց մյուս կողմից ինքը խնդիր է առաջացնում, երբ որ դու սկսում ես ազգը զուտ նույնացնել էթնիկ ամբողջության հետ, իսկ իրականում ազգը կարա դիտարկվի նաև քաղաքացիական հանրույթ, ինչպես արևմտյան երկրերում է։ Դրա համար այդ տրանսֆորմացիայի կներեք խոսույթը խիստ կարևոր եմ համարում, ինչու եմ համարում քաղաքագետի նաև դա գործ, որովհետև այդ խորհրդային տարածքի ուսումնասիրությունը մեզ հանգեցնում է այն եզրակացությանը, որ պրոբլեմների մի մասը, այդ թվում պատերազմներում պարտվելը, նույնիսկ դրական համագործակցությունը երբեմն խափանվում է, որ մենք իրար չենք ճանաչում, մենք չենք հասկանում, որ այս տարիների ընթացքում շատ արագ փոխվում է։ Ես բերում եմ մեր օրինակով, մեզ թվում էր, որ ադրբեջանցին նույն ադրբեջանցին է եւ Ադրբեջանը նույնն է, ինչ որ 93-4 թվին։ Իրականում քաղաքականություն էր վարվել։ Մեզ ասվում էր, որ, չգիտեմ, ազգային փոքրամասնությունը հեսա ապստամբելու են։ Դուրս եկավ ազգային փոքրամասնությունները բավականին լուրջ ինտեգրված են համաադրբեջանական ինքնության այդ մոդելի մեջ։ Նույնն է բերում ռուս-ուկրաինական այս բախման դեպքում։ 14 թվականից 22 թվականը մենք եւ նյութերի եւ բանի ուսումնասիրության հիման վրա գալիս ենք նրան 8 տարվա մեջ նպատակաուղղված ռուսաստանցի ռուսախոս բնակչությունը Ուկրաինայի օբյեկտ դարձավ աշխատանքի, որ այսինքն մեր կարծիքով Ռուսաստանը չհաշվեց, դիագնոզը չտվեց, չչափեց ինքնության տրանսֆորմացիան, համարելով, որ ռուսալեզու բնակչությունը միանշանակ կընդունի ռուսական զորքերը եւ խնդիրը փաստորեն գլուծվի։ Իրականում
լինելով էթնիկ ռուս ենթադրենք, մենք տեսանք ինչպիսի վերաբերմունք դրսևորվեց դեպի ռուսաստանյան այդ գործողությունները։ Ազգաշինությունը եւ ինքնությունը կարծես թե առաջին հայացքից թվում է թե ինչ որ սպոնտան բան է, հա, ինքնաբուխ բան է, իսկ ազգաշինությունը ինչ որ պետությունը կամ ինչ որ մոզգեր, ինչ որ իմաստուններ դա ազգը սարքում են։ Դա այդպես է թե չափից դուրս պրիմիտիվ պատկերացում է իմ մոտ։ Դա մասամբ այդպես է, պարզապես դուք շատ պարզ ներկայացրեցիք, դա իրականում գուցե շատ բարդ է, ինչու, որովհետև նախ ես ազգաշինության փոխարեն սիրում եմ ազգակերտում տերմինը օգտագործել, թեև եթե բառացի nation building-ը թարգմանենք իրոք ազգաշինություն, ազգակերտում հայերենում ինձ թվում է ավելի ճիշտ է, նախ որ ինքնության մասին ենք խոսում մենք, որտեղ ինքնությունները նոր ասենք շատ տարբեր են, եթե խոսում ենք ազգային ինքնության մասին, դա մի բան է, եթե խոսում ենք այլ ինքնությունների մասին, որտեղ կան շերտեր կրոնադավանաբանական ինքնության, մենք գիտենք լիքը հասարակություններ, որտեղ պետություններ, որտեղ միավորողը ոչ թե ազգային, էթնիկ ինքնությունն է, դաժե լեզուն չի հաճախ, օրինակ կրոնականն է։ Մեր հարևան Իրանում դարաշարունակ վերջի դարերում հիմնականում հենց կրոնական ինքնությունն է, շիա պատկանելությունն է որոշում այս հասարակության մոբիլիզացնող գլխավոր գործոնը դա է դառնում։ Հիմա եթե վերցնենք, նայեք, գիտության մեջ, չգիտեմ, արժե խորանանք թե չէ, գիտության մեջ մենք ունենք, գիտեք, պրիմորդիալիստական մոտեցում ազգին, ազգը էթնոսը նույնացվում են, համարվում որ մի բջիջից ծագած ինչ-որ միավոր է դա, օրինակ մեր ազգի Մովսես Խորենացու պատկերացումը հայկի ընտանիքը, որը ընդլայնվեց, դառավ ցեղային խմբեր, հետո դառավ ազգ եւ հավակնեց պետության։ Եվ գլխավոր միավորող գործոնը դա լեզուն է, եւ այլն մշակույթն է, ընդ որում պրիմորդիալիստական մոդելները արևելյան հասարակություններում են շատ ընդունելի, այդպես իրենց նույնականացնում են հասարակությունները, բայց պրիմորդիալիզմի դասականները գերմանացիներն էին, որոնք ելնելով այդ գերմանական անկրկնելու ոգու բանից այդպես էին ընկալում գերմանական ազգը։ Եվ ունենք եվրոպական արևմտյան ավելի շուտ կոնստրուկտիվիզմի մոտեցումը դեպի ազգին, որտեղ գլխավոր կերտող գործիքը սուբյեկտը դառնում է պետությունը, որը վերցնում է կոպիտ ասած հավաքում է այդ հանրությանը, հանրույթին, տարբեր հանրույթներին, ցեղերին, կլաններին, տոտալացնելով վերածում է մի ինչ-որ մեկ միասնական բանի, ես ասում եմ, ոնց որ սենց այդ եվրոպացիների մոտ ազգային պետություն է ազգը, կարելի է կիրառել, вообще-то ասում են ֆրանսիական հեղափոխությունից հետո վերապահումով ըստ թվում է կարելի է կիրառել 16-17-րդ դարերից, եթե խոսենք անգլիացիների օրինակ մասին, կարելի է 16-րդ դարը գնալ բողոքական Հենրիխ 8-րդի այդ ռեֆորմացիոն շարժումից սկսած ֆրանսիացիների մոտ գուցե ավելի շուտ փորձ կառուցել ազգային պետություն եւ տարբեր այդ կլանները, ցեղերը եւ այլն, որոնք բնակեցնում են Ֆրանսիան, միավորել մեկ ֆրանսիական ազգի մեջ։ Եվ դրա համար արևմտյան մոդելում պետությունը կերտում է ազգը, իսկ շատ այլ հասարակություններում այդ մոդելը չի աշխատում։ Ոստեղ իհարկե խնդիրը նաև տերմինների մեջ է, մենք հիմա որ ասում ենք ազգ, մենք մի բան ենք հասկանում, ի վերջո ազգ, ազգանուն, մենք տեսնում ենք այդ կլանային այն արմատները այդ ֆենոմենի, իսկ ենթադրենք մենք այդ նույն բառով նշում ենք nation-ը։ Դրա համար այստեղ երբեմն հակասություն է հայտնում, թե մենք ինչի մասին ենք խոսում։ Համենայն դեպս ներկա, եթե վերցնենք ներկա հասարակությունները, որոշ պետությունների ներսում, ինձ թվում է փորձագնում այդ երկուսը համատեղել, այսինքն եւ դա ճիշտ տարբերակն է իմ կարծիքով, դա այն մեջտեղն է, սինթեզն է, այսինքն չմերժելով ինքնատիպությունը մշակութային, գուցե մի արմատից իրոք ծագած, լեզվական, դավանաբանական գուցե, ոչ թե սրա հիման վրա կառուցել նաև պետական ակտիվ գործողություններով կառուցել նաև զարգացած արդի իմաստով պետական քաղաքացիական հանրություն իբրև ազգ, nation արդեն։ Այդ երկուսի համադրման մասին է խոսքը։ Արդյոք միայն պետությունը, հա, որովհետև մենք գիտենք դեպքեր, երբ որ ինչ որ մարդիկ, ամենա պարզ օրինակը, որը գալիս է իմ մտքին 19-րդ դարում ավստրիացի իդեպ լրագրող, հա, Թեոդոր Հերցելը
ինչ որ բան նպաստեց, չէ, որպեսզի այդ ազգը կայանա եւ այլն եւ այլն։ Այդպիսի դեպքեր կան մեր պատմության մեջ, Հայաստանի հայերի պատմության մեջ, թե չէ։ Ազգակերպման գործոնների իհարկե սուբյեկտներ, ակտորները կամ էլ ասած, իհարկե շատ տարբեր կարան լինել։ Երբ որ մենք վերցնում ենք այդ արևմտյան մոդելը, տեղ իհարկե լրիվ պետությունն է, ընդ որում արևմտյան բանում խոսույթում գիտական ազգակերտումը դա պետությունն է, իսկ ինքնության քաղաքականություն ուրիշ բան է ընդհանրապես։ Իրանց մոտ ինքնության քաղաքականությունը փոքրամասնությունների քաղաքականությունն է, ուղղված իրանց ինքնության սպეციფიկ յուրահատուկ ինքնության պահպանման ու զարգացմանը իրենց ձևով։ Պարզապես որպեսզի այդ շատ արհեստական մի քիչ թվացող մոդելից, որ կարելի է վերցնել ցանկացած հանրույթ, ասենց հավաքել ազգ դարձնել, հրաժարվենք, մենք ինքնության քաղաքականություն ենք, նաև մեր ռուս գոլեգաներն են դա ընդունում, политика идентичности, այդ բանի տակ ենք հասկանում։ Հարցը հիմա անձի մասին է, անձերի մասին, այո։ Այստեղ Հերցլի օրինակ իհարկե լավ օրինակ է, Հերցլը Դարձապես Հերցլը նաև յուրահատուկ է նրանով, որ նա փաստորեն հենց քաղաքական հրեականությունը, այդ դավանաբանական երբեմն ասում են կրոնական ազգից նորից քաղաքական ազգի կարգավիճակ տալու մոդելով էր, բայց եթե վերցնենք մեր պատմությունը, այ հիմա ազգը հասկանանք մեր իմաստով, որպես մշակութային նաև դավանաբանական միավոր, մենք ես համարում եմ, որ մենք ազգ գոնե այդ միասնական, ունիֆիկացված, միասնականացված իմաստով մենք կարանք օգտագործենք 5-րդ դարի վերջերից ու դա հենց այնպես չէր, դա ինչ որ էլի ակտորների, սուբյեկտների գործողություն էր, որոնց շնորհիվ հայկական տոհմեր անվանենք եւ այլն կմիավորվեն մեկ միասնական ինչ որ մոնոլիտ կդառնան, բայց ոչ թե պետական, քաղաքական, քաղաքացիական մշակույթի միջոցով, այլ հոգևոր մշակույթի, գրավոր մշակույթի միջոցով։ Եվ միանշանակ սկսած գոնե գրերի գյուտից առաջ չեմ գնում, ոմանք քրիստոնեության ընդունումն էլ այստեղ մտցնում, պապի գործողություններն են հիշում, այ գոնե քրիստոնեության գրերի գյուտից յուվես կողմ, այսինքն յուրացումը համաշխարհային գրականության, քրիստոնեական գրականության, հետագայում անտիկ գրականության, անտիկ ժառանգության, նայեք ինքը աննորմալ process է, եթե մենք չնայենք դրան որպես նախագծի, որովհետև ամբողջ աշխարհը անտիկ ժառանգությունը իրան ընդհանրապես պետք չի, ենթադրենք 5-րդ դարի վերջ, 6-րդ դար, հայերը դրանց իշքա թարգմանում են, յուրացնում։ Նախագիծ էր, ու ժամանակին այդ մասը ինձ թվում է բավականին իհարկե նախագիծ բառը ինքը չէր օգտագործում, ժամանակին շատ լավ ցույց տվեց ակադեմիկոս Արև Շատյանը, դեռ 73 թվականին գրված իր հանրահայտ փիլիսոփայական գիտության ձևավորումը Հայաստանում 5-6-րդ դարեր աշխատության մեջ, երբ որ ցույց էր տալի, թե ոնց է գնում թարգմանությունները նախագծով, քրիստոնեական դեռ նախագիծը, սկզբից թարգմանվում Աստվածաշունչը, հետո գնում է հայրաբանություն, հետո նույնը հետո անտիկ նախագծով է գնում են երրակ գիտությանն է սկզբից յուրացվում, հետո անցնում են մյուս ոլորտներ, մինչև փիլիսոփայության եւ ձևավորվում է մի շատ հետաքրքիր մոդել ազգի եւ կրթական իհարկե համակարգը, կրթական համակարգը, որը կդառնա, այսինքն հիմնական գործոնները դառնում են պետությունը կամաց վերացավ, գործոնը դառնում է եկեղեցին, ինքը իմ կարծիքով այդքան կրոնական ինստիտուտ չէր մեր, եթե ասես վերևից նայենք մեր պատմությունը, որքան ինքը ինստիտուտ էր, որ այս դավանաբանական հատկապես մշակութային մոդելի վերարտադրող ինստիտուտն էր, որը թույլ էր տալի վերարտադրել նաև այս տարածքից դուրս առանց պետության, որը բացատրում է կայունությունը հայկական համայնքների սփյուռքի, այսինքն մեր պատմության մեջ մենք հստակ տեսնում ենք ռազմավարական իմ կարծիքով նախագծի իրականացում, որի հիմնական սուբյեկտները գուցե սկզբից կար նաև արքան Վրամշապուհը, որը թերագնահատված այս իմաստով է թվում է, բայց որը նոմինալ արքա էր, ինչպես գիտենք, եւ իհարկե առաջերտին եկեղեցին որոշակի առումով նախարարական որոշ գուցե տներ ու ամենակարևոր սուբյեկտը են աշխատող, այսինքն վերևից որոշելով չի, պիտի լինի մի շերտ շատ կարևոր աշխատողների, եթե այդպես կարելի ասել, որ այդ ամենը իրականացնեն եւ մտցնեն եւ դա շարժիչ ուժ է, այո, դա մեր ինտելեկտուալ այդ խավներ ու պայմանական անվանենք վարդապետներ, թե անպայման չորենցիքը վարդապետ լիներ, այսինքն մարդիկ, որոնք էլի կրոնական հագուստով են, բայց իրանք զուտ կրոնական գործունեություն չէին անում, նրանք ազգ էին անդադ վերարտադրում եւ այս մոդելը սկսում է բացատրել մեր
շատ հետաքրքիր ֆենոմեններ, ոչ միայն այդ մշակույթների յուրացումը, սկսում է բացատրել ինչի են մեր ռազմական քաղաքական գործիչները զբաղվում նաև թարգմանություններով, համալսարաններում էին դաս տալիս, համալսարան էին հիմնում, Գրիգոր Մագիստրոս Պահլավոնին, ինչու են մեր կաթողիկոսները նաև հանելուկներ գրում երեխեքի համար, հեքիաթներ շնորհալին ու այդպես շարունակ։ Հիմա խոսենք մեր չստացված իմ կարծիքով նախագծերի մասին, ճիշտն ասած 88-91 թվականներին ինձ թվում էր, որ մենք կարող ենք ձևավորել քաղաքացիական մեր ինքնությունը, բայց դա դարձյալ իմ կարծիքով դա տեղի չունեցավ։ Եթե համաձայնենք, ապա ինչու։ Ես դա մի քիչ առաջ ասեցի, դրա մասին խոսել, այո։ Ես մի փոքրիկ հոդված եմ ժամանակին գրել, զեկույց էր ինչ-որ կոնֆերանսի, որ հետո տպագրվեց, որտեղ այդ հարցը որ դնում եմ, ինչու այդ քաղաքացիական ազգի ձևավորման կամ զարգացման ճիշտ կլինի ասել, որտեղ իմ կարծիքով իմ այդ համաձայնվեն, թե չէ շատերը չգիտեմ, ինչ որ շերտ այդ ամեն ինչը արդեն ԽՍՀՄ դրել էր։ ԽՍՀՄ-ի ինձ թվում է այդ 7 տասնամյակը իհարկե գուցե բացասական լիք հետևանքներ էլ այլ է, բայց նաև լրջագույն նվաճումներ կային, այդ թվում ինչ որտեղ մեզ մեծամասնություն ստեղ դարձնել է տարածքում եւ ձևավորել որոշակի քաղաքացիական դա այո իհարկե դա այն մոդելը չէր ինչ որ ազգային պետության մոդելն է, բայց ամենայն դեպս այդ շերտը քաղաքացիական ինքնության սկսեց ձևավորվել։ Հետո մենք մտնում ենք Ղարաբաղյան շարժում, քաղաքացիական այդ հասարակության կամ ազգի ձևավորման պրոյեկտն է իրականացվում եւ իմ կարծիքով 92-3-ից օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններով դա ընդհատվում է։ Ինչու՞։ Առաջի հերթին մոնոէթնիզմը, նորից մի քիչ առաջ ասացի։ Այն որ մենք միաէթնիկ ենք եւ մեր մեծ մասը էթնոսը նույնացնում է ազգի հետ, պետք չի լրիվ իրան նույնացնել, որտեղ այդ դեպքում այդ քաղաքական քաղաքացիական շերտը կորում է։ Այդ պատճառով մենք չհասկացանք, որ միաէթնիկությունը դա ինքնանպատակ չի։ Միաէթնիկությունը կարող բերի նաև բացի լավ հետևանքներից, նաև վատ հետևանքների։ Երկրորդը իհարկե օբյեկտիվ պատճառներն են էգզիստենցիալ, այսինքն Ղարաբաղում ընթացող պատերազմներ, ծանրագույն ճգնաժամեր, լավ հիշում ենք տնտեսական, սոցիալական, երբ որ իմ սերունդի օրինակ կեսը, օրինակ իմ հասակակիցների իմ ճանաչածի կեսից ավելը գնաց պարզապես եւ մինչեւ հիմա չի վերադարձել, այսինքն դա լրջագույն հարված էր մեր հասարակությանը։ Եվ այս պայմաններում թեև կա նաև սուբյեկտիվ գործոն, այսինքն այդ հանգստվածը հանգիստ լինելը, արխային ընկնելը։ Արխային, այո։ Բերեց պատերազմ հաղթեցինք, միաէթնիկ ենք, լավ է իբր, ու մենք հրաժարվեցինք այդ նախագիծը զարգացնելուց, ավելին մենք սկսեցինք անել մի բան, որը երբեք չպիտի անել, մենք սկսեցինք ամեն ինչը այդ էգզիստենցիալ հարցով փակել, բլոկ անել։ Ինչ պրոբլեմ կար, ասում ենք, հա, հասկանալի է, բայց դրա ժամանակը չի, այնտեղ շատ լուրջ խնդիր կա։ Եվ դրա համար մենք երբ որ խոսում ենք այսօր ինքնության ճգնաժամից, դա պիտի հաշվի առնենք նաև Ղարաբաղի գործոնը, որովհետև 30 տարի բոլոր խնդիրները այս երկրում փակվում էին, որովհետև կա Ղարաբաղի հարց։ Եվ ինքը մեր ինքնության կարևորագույն այդ կերտման մասը դարավ, որը էլի էթնոազգային է, թե հասկանում եք, ոչ թե քաղաքական։ Չեմ ասում ինքը վատ է, բայց ինքը էլի էթնոազգային է։ Եվ այս քաղաքականությունը հետո երբ որ Ղարաբաղը պատերազմ պարտվեցինք, երբ որ հեռացան, հասկանում ենք, չէ, ինքնության ճգնաժամի ինչ խնդիրը, որովհետև այն հիմնական գործոնը, որ իմաստ էր տալի այս պրոյեկտին, մեկ էլ չկա։ Դեպի նոր իմաստներ այդ դեպքում գտնես, դնես կամ այդ վերաիմաստավորես, ես չգիտեմ։ Այդ պատճառն եմ հաշվառում եւ այն որ մեր գլխում միշտ այդ էթնոազգ մշակութային ազգի մոդելն էր, որը մասամբ նաեւ մշակվել էր 19-րդ դար, 20-րդ դարի վերջին, որը անցել էր Եղեռնի վերաիմաստավորմամբ։ Ես երբեմն դա Ռաֆու մոդել եմ անվանում, թող ինձ Ռաֆու պայմանական շատ, այսինքն մոդել էթնոազգային ինչ-որ մոդել, որ 19-րդ դարի վերջում շատ ակտուալ էր եւ Ռաֆին եւ այլ մեր պատմավեպեր գրողները, ինտելեկտուալները տարածում են, դա կարևոր էր, որպեսզի արթնացնեն, որպեսզի այդ վիճակից հանեն, ձևավորեն ինչ-որ նոր ազգային ինքնագիտակցություն, բայց այդ մոդելը կոպիտ ասած, տենց էլ մնաց մինչև մեր անկախ պետություն։ Իմ կարծիքով դա պիտի նպատակաուղղված տրանսֆորմացվեր։ 2016 թվականի պատերազմը իմ կարծիքով դա առաջին զանգն էր, որ հասկացան, որ այստեղ խնդիրներ կա։
պատահական չի պետության ղեկավարության շուրթերից հնչեց ազգբանակ, ինչ որ մոդել, որը ինքնության նաև քաղաքականություն անպայման ենթադրում, սփյուռքահայերը Ռուբեն Վարդանյանը, եթե չեմ սխալվում, նախաձեռնած էր, բայց առաջինը ստորագրեց Ազնավուրը, դա անվանեցին Global Հայերի Manifest, ու իրականում ասենց էր հայ ազգի ապագան որոշվում է այսօր այդ մանիֆեստը։ Ու նույն 16 թվականին ես գրեցի զեկույցունեցա եւ այդ տպեցի, տպած կա դա։ Մի այսպիսի զեկույցով ազգային ինքնության ձևափոխումը, տրանսֆորմացիան ազգային անվտանգության մարտահրավերների համատեքստում հարցադրում արեցի, որ այստեղ խնդիր կա։ Այդ ժամանակերում ես քննադատում էին, ասում են հայկական ինքնությունը երբեք խնդիր չի ունեցել, հազարամյակներում բյուրեղացել է, բայց մա բարձր հետաքրքիր, գիտեք որն է, մարդկային գիտակցությունը շատ հետաքրքիր է, պատմության մեջ էլ է դա լավ երևում, երբ որ մենք այս ներկայից պրոյեկցիա ենք անում դեպի անցյալ, որ ներկան սենց է, ուրեմն անցյալն էլ է երևի սենց եղել։ Այստեղ փակ շրջան է ստացվում, որտեղ այս պրոյեկցիան էլ այս ինչ ունենք ներկայում, անցյալից է գալիս։ Այդ Հանտինգտոնի հարցը որ հիշեցիք, որ ասում էր ով ենք մենք, այդ ով ենք մենք բացատրում ենք ով ենք եղել մենք։ Ով ենք եղել որոշում է ով ենք, բայց ով ենք որոշում է ով ենք, փակ շրջան է ստացվում։ Այն երրորդը ինձ թվում ամենակարևոր հարցը, որը ես ձևակերպեցի, հետո իմացա Պոլ Գոգեն համարյա նման անունով կտավ ունի, ասում է որտեղից ենք մենք եղել, ով ենք հիմա եւ ուր ենք գնում։ Երրորդացը ով ենք ուզում եւ կարանք լինենք, այս հարցը պարզապես չկար մեր իրականության մեջ, թե մենք ինչ որ ապագայի ամբիցիաներ ինչ ձևի ունենք, որպես ազգ, որպես հանրություն, որպես պետություն, ուր ենք գնում։ Ես ցավոք սրտի անվանում եմ մեր քաղաքականությունը ստիմուլ ռեակցիայի քաղաքականություն, ինքը ոչ թե առաջընկնող, այլ ասենց հետ մնացող, եկավ դրսից ստիմուլը, միցով պատասխանենք, լավ է, յատել եկավ, բայց համակարգված ռազմավարական ուր ենք շարժվում, ցավոք սրտի, այդ թվում հենց ազգակերտման, ինքնության, քաղաքականության հարցերում մենք չենք դնում։ Եվ այն, որ ես ասում եմ, արդեն 17 թվականին մի տարի հետո նույն համաժողովում ես հանդես եկա զեկույցով, որի անունն էր դավանաբանական այն ժամանակ անունը դրել էի մշակութային պատմական մոդելի ազգային եւ քաղաքական պետական մոդելի սինթեզի հարցը, որը դառնում էր խիստ կարևոր։ Բայց իրականում այդ ժամանակ դա չէր ընկալվում, այս խոսույթը։ Միայն պատերազմից հետո 20 թվականին դարավ ակտուալ, իսկ 23-ից հետո, երբ որ մենք Ղարաբաղը ընդհանրապես հայաթափվեց, դա դարձավ բացարձակ ակնհայտ, եւ սկսին խոսել ինքնության ճգնաժամից, խոսեցին ինքնության կոնֆլիկտներից նույնիսկ, դուրս եկավ որ մենք այդ որ ինքնությունը ի վերջո թե ունենք կոլեկտիվ ինքնություն, դա նշանակում է մոբիլիզացված, ունիֆիկացված հասարակություն։ Իսկ մենք տեսնում ենք այսօր, որ հասարակությունը մեր դուրս եկավ ստեղ մոբիլիզացված էր, բայց հիմա մասնատվում, ու այդ հատվածները գնալով շատանում են, ինչը լուրջ խնդիր է, ինչը նշանակում է, որ ազգակերտման քաղաքականության մեջ պետք է նոր ռեսուրսներ, պետք է նոր ծրագրեր, պետք է լուրջ քաղաքականություն, որը պիտի իհարկե ուղղորդվի հատկապես հենց գիտական էքսպերտային սպասարկմամբ, որովհետև ամբողջ աշխարհում ցանկացած պետություն այդ քաղաքականությունը վարում է։ Այդ քաղաքականությունը որոշում է իհարկե քաղաքական ուժի կողմից, բայց նրա մեխանիզմները ի վերջո ինչքան էլ սոցիալ-հումանիտար ոլորտը հասարակությունը լինի խայտաբղետ, ինչ որ օրինաչափություններ, պատճառ-հետևանքային կապեր, ինչ որ ֆենոմեններ կան, բացի դա կան տեխնոլոգիաներ եւ այլն, որոնք իմ կարծիքով պիտի գիտական, հենց փորձագիտական մակարդակով շատ լուրջ ուսումնասիրվեն, ցավոք սրտի մեր մոտ շատ խոսում են այդ ամենի մասին ինքնության, բայց հետազոտական իմաստով, փորձագիտական սպասարկման առումով դա շատ չնչին է, գրեթե չկա։ Եթե մի քիչ հետ գնանք եւ խոսենք 90-ականների սկզբի, դուք ասացիք 92-93 թվականին ամեն ինչ փաթաթել են։ Այդ նարատիվները արդյոք ճիշտ էին, թե չէ։ Ես մեջբերում անեմ 2020 թվականին լույս տեսած հոդվածներից մեկում դուք եւ Նորայր Դունամարյանը գրում եք. 1990-ական թվականներին ժողովրդականություն վայելող շատ միֆեր ձևավորվել են դեռևս խորհրդային շրջանում։ Արդյոք խոսքը այն պատումների, այն նարատիվների մասին է, որոնք տարածվում էին 60-70-ական թվականներին։ Ոչ միայն դրանց մասին,
60-70-ականներին որ տարածվում են, ինչ որտեղ պետությունը ուզում էր որ տարածվի։ Ընդհանրապես ես կոչ եմ անում ԽՍՀՄ-ի նաև փորձը շատ հետաքրքիր ուսումնասիրել, եւ մենք փորձում ենք դա անել, որովհետեւ ԽՍՀՄ ազգակերտման քաղաքականությունը շատ հետաքրքիր, հակասական ու հետաքրքիր է։ Եթե հասկանում ենք ԽՍՀՄ ձևավորվեց վերազգային գաղափարախոսություն, կապ չունի հայ-թուրք ես, պրոլետարներ միացեք, չէ՞։ Մեծ մեկ էլ 30-ականներին տեսնում ենք վերադարձ դեպի ազգայինին, Ստալինի կորենիզացիա, այսպես ասած, քաղաքականությունը, պատերազմի ժամանակ դա ավելի ընդգծվեց ազգային ոգին բարձրացնելու համար, ակադեմիա հիմնվեց Հայաստանում, պատմավեպեր ուղղակի պատվիրվեցին, հետո մի հատ էլ Ստալինից հետո մի հատ էլ այդ Խրուշչովյան տարիներին մի հատ էլ այդ բանը, ես չեմ մտածում, որ պետությունը այդ փուլում չէր հասկանում ինչա կատարվում։ Շատ հետաքրքիր քաղաքականություն էր, որի նպատակն էր կարողանալ բերել բալանսի այդ երկու շերտը, ազգայինը եւ վերազգային գաղափարախոսությունը։ Իհարկե գուցե արհեստական կոնստրուկտով վերջում սովետական ժողովուրդ պիտի ստացվեր, չէ՞, ինչ որ միավոր, միասնական, բայց ամենայն դեպս այս նարատիվները, որ դուք ասում եք, պատումները, դրանք մի կողմից մեր դեպքում նախա խորհրդային են, օրինակ այդ նույն Ռաֆու ճակերտավոր մոդելից եկող, որտեղ մենք ազգային էթնիկ պայքարը դարերի ընթացքում առասպելների նման մտցրեցինք հասարակության գիտակցության մեջ, օրինակի համար լրիվ հակադրվելով իրանական սկզբին, թեև մենք գիտենք, թե իրանական սկիզբը ինչ կարևոր է եղել մեր քաղաքակրթական զարգացման համար, մինչ քրիստոնեություն կամ մինչ գոնե պարթևներ, եթե այդպես վերցնենք Արշակունիներ։ Եվ հետաքրքիր մի բան, Խորհրդային Միությունը հետաքրքիր բան էր անում, ինքը ամեն մի կերպարներ էր ստեղծում ազգի։ Ես երբեմն կիսակատակ, կիսալուրջ ասում եմ, որոշ դեպքերում կերպարն էր ստեղծում, որոշ դեպքերում ազգն էր ստեղծում։ Օրինակ հիմար մեր հարևան ադրբեջանցիները Միջին Ասիայի, Կենտրոնական Ասիայի պետություններում իհարկե դա ազգ էր կերտում, մոլդավացիներին ավարտվեց թե չէ կերտումը, տենց էլ չգիտեմ, մինչև հիմա մասամբ գուցե ուկրաինացիների թողիզներ են այդ ազգերը, բայց ամենայն դեպս այդտեղ ինքը ազգ էր կերտում նաև։ Մեր վրացիների եւ գուցե այլ դեպքերում իհարկե ազգը գոնային իմաստով կար եւ հազարամյա պատմություն ուներ, բայց ինքն էլ դրանց պատկերն էր ստեղծում։ Վրացի էքսպերտներից մեկի հետ էլի զրուցելուց ինքը ասում է, ասես մի հատ շարժում էր մեր մոտ ձևավորվում, ու Հայաստանում էլ երևի մարդիկ կային, որ դրան մասնակցել են, որը կոչվում էր, որտեղ ինքը ասաց Հայաստանում ենք հանդիպեցում, ու հետ հակամիմինո էր կոչվում, այսինքն ինչու հակամիմինո։ Կարծրատիպների դեմ։ Հա, այսինքն էսի ստանդարտային է, էսի ստանդարտ վրացին է եւ այլն, իսկ իրականում հիմա վրացին ասում է իմ ինքնությունը միայն գինին ու այդ սեղանը չի, որ պիտի նստենք ուտենք խմենք, երգենք, ես նաեւ էս ունեմ։ Այսինքն պատումների մի մասի իմ կարծիքով ձևավորվել էր դեռ մինչ խորհրդային շրջանը, որոնք մի պահ արգելվեցին, հետո հետ եկան, այդ ազգային պայքարի, ազգային զարթոնքի հետ կապված, վերաիմաստավորման սեփական պատմության, մյուս մասը ձևավորեց ինքը ԽՍՀՄ, մի մասն էլ ինքը ավելի կարծրացրեց, ձևավորեց, եւ երրորդ շերտը գուցե արդեն այն անվանենք դա մտավորականություն է շերտը, ազգային մտավորականությունը, որը այս մի քիչ թե շատ ազատ դաշտում սկսեց ինքն էլ աշխատել այդ պատումների վրա։ Ի վերջո, եթե դրանք չլինեին մեր դեպքում կամ այլ դեպքերում հետխորհրդային չէր լինի ոչ Ղարաբաղյան շարժումը, չէր լինի այդ հասարակությունը, որ կրում էր այդ միֆ նարատիվերը գուցե միֆ նկատի ունեմ վատ իմաստով, ստեղ նկատի ունեմ մի բան, որ դու ճիշտ ես համարում, որին հավատում ես, որ դա իրականություն է եւ անում ես։ Եթե չլինեին այդ շերտը, իհարկե ԽՍՀՄ-ի փլուզման հիմնական պատճառներից մեկը ի վերջո դա եկավ։ Իմ կարծիքով 70-ական թվականներից այդ գարմոնիայի քաղաքականությունը ԽՍՀՄ-ը չէր կարող կառավարել, կամ բազում տնտեսական եւ այլ պատճառներ, արտաքին ուժերի ազդեցություն, բայց իմ կարծիքով պատճառներից մեկը նաեւ հենց դա էր, որ այդ պատումները սկսին ձևավորել հասարակություն, որը սկսեց իրան գիտակցել որպես սուվերեն պետության կրող հնարավոր ու այդ process-ները գնացին։ Դուք դրական եք խոսում այդ պատումների մասին, հա։ Ես համարում եմ, որ ցանկացած հասարակություն
Չկա հասարակություն, որ կարա առանց այդ պատումների կամ ես երբեմն սիրում եմ ասեմ առասպելների ապրել։ Այդ պատմությունը միֆոլոգիզացված չի դե։ Բրիտանացիներինը չի, ռուսներինը չի, ամերիկացիներինը չի։ Ինչքան ընդ որում կարճ է երբեմն պատմությունը, այնքան առասպելները ավելի ճոխ են, եւ հասարակությունը դա կրում է։ Դա կարևորագույն շերտ է հասարակության մոբիլիզացիայի։ Դրանով է որոշվում նաեւ իր ինքնությունը։ Այդ դրանց։ Դրա համար երբ որ խոսում են ժամանակին ես ինչ էի անում, ժամանակին օրինակ Տիգրան Մեծ, չգիտեմ, այդ ես իհարկե ուսանողին քննադատական մտածողության ձևավորման համար, այլ ոչ թե ուզում եմ ջարդեմ իր գիտակցությունը, սկսում էի ինչ որ բոլորը ժամանակին Տիգրան Մեծը մեծություն է, մեր իդեալն է եւ այլն, ես ուզում էի ցույց տալ, որ իսկ կարող է դա միֆ է вообще, որ ձևավորվել է։ Հիմա ես դա չեմ փորձում անել, որտեղ առանց դա մեր մոտ շատ լուրջ ճգնաժամ է ինքնության, պետք է նոր պատումները ձևավորես, միֆերը ձևավորես, կամաց իրան այնանք հեռանան։ Դեկոնստրուկցիան շատ վտանգավոր է դառնում այս դեպքում։ Վերջին մեջբերումը եւ վերջին հարցը 23 թվականի ձեր ամբիոնի կոլեկտիվ մենագրության մեջ գրված է. Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը, խոսքը 94 թվականի մասին է բնականաբար, ընկալվում էր հայ ժողովրդի գոյամարտի համատեքստում եւ լինելով անկախ հանրապետության շարժիչ ուժը դարձել է հայկական քաղաքական ինքնության մի մասը։ Չկա հաղթանակը, չկա Ղարաբաղը, չկա շարժիչ ուժը, հետեւաբար ինքնությունն էլ չկա։ Ինքնությունը ոչ թե չկա, այլ ինքնության այդ ճգնաժամն է սկսում այդ պատճառով, ես փորձեցի դա մի քիչ առաջ ասեմ, հիմա ավելի հստակեցնեմ, այլս եմ կրկնում, երբ որ մենք կառուցում ենք պետություն, դարեր շարունակ չունենք։ Այն եղած պետությունները այսօրվա իմաստով ազգային պետություններ չեն։ Կլանային պետություններ։ Մեր մոտ ազգային պետությանը շատ մոտ էր մի մոդել, որը ցավոք սրտի արդեն օբյեկտիվ պատճառներով չկայացավ, վերջնական դա Կիլիկյան Հայաստանն էր։ Ես օրինակ համոզված եմ միանշանակ, եթե Կիլիկյան Հայաստանը ունենար մի քիչ ավելի էկզիստենցիալ առումով նորմալ բան, մոտավորապես այն ժամանակ, երբ որ եվրոպացիք եկան այսօրվա ազգային պետություններին, Կիլիկյան Հայաստանը գնում էր ուղիղ դրան, այդ կլանային շահից սկսում էր բարձր կանգնել եւ այլն, եւ այդ խաչմերուկը, այդ որ տարբեր եւ քրիստոնյա, տարբեր կաթոլիկներ, հայեր ով ասես, դա թույլ էր տալի, որ հենց այդ տիպի մոդել, պետական ազգի մոդել ձևավորվի, եւ մենք ստանում ենք անկախ պետություն, ձեռք ենք բերում այդ պետությունը, նաև մեր գործողություններով ստանում բառը թող օդից ընկած չլինի, նաև մեր գործողություններով, Ղարաբաղյան շարժում եւ այլն։ Եվ բնական է, որ մենք պիտի ունենանք մոբիլիզացնող կարևորագույն գործոններ։ Լավ ավատ այդ գործոնը Ղարաբաղն էր։ Вообще, ես երբեմն այն ժամանակ էլ հարցնում եմ, ասում եմ, ի՞նչն է մեզ միավորում։ Երբ որ վերցնում ենք հայությունը, ասում ենք Գեղեռնի ճանաչումը եւ այլն։ Ну, լեզուն, եկեղեցին, հա, բայց вообще-то օրինակ Սփյուռքը ինչն է լոբինգ անում։ Հայաստանի Հանրապետության շահերը գրեթե երբեք լոբինգ չի արվել։ Երկրորդ Արցախյան պատերազմը ցույց տվեց ինչքան է գերագնահատված մեր լոբինգը նահանգներում։ Բացի CNN-ի մի հաղորդում տալը, ոչ մի ուրիշ բանով մեկ էլ Տրամպը ասեց հայերը լավ մարդիկ են։ Դրանով սահմանափակվեց։ Այսինքն, իսկ ինչ են լոբինգ անում, Եղեռնի ճանաչում, որը շատ կարևոր է, բայց պետությունը չկա տեղ, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ներսում, մասամբ նաև դրսում միավորող մյուս գործոնը Ղարաբաղն էր։ Ղարաբաղը հեղինակներից մեկը, չեմ հիշում մեր հեղինակներից էր, հայ թե ռուս հեղինակներից է Շնիր Ալմանը գուցե լիներ, խոսում է օրինակ Ղարաբաղի ինքնության քաղաքականություն, Ղարաբաղի որպես սիմվոլիկ սակրալիզացիան։ Ադրբեջանցիների համար դա դարավ ընդհանրապես հետո, այդ պարտությունը իրանց համար դարավ ռեսուրս այսօրվա Ադրբեջանի։ Պարտությունը ստիպեց մոբիլիզացնել, սակրալիզացնել հայացածությունը, մյուսը ստիպեց, որ զարգանան, ստիպեց, որ այդ մոդելը իրականացնեն։ Մեր մոտ գնաց կոնսերվացիայի մոդելը, Ղարաբաղը մերն է, всё, էսա գլխավորն ու կարևորը հիմա պահենք։ Մյուս խթանները ապագա զարգացման, այդ սիմվոլները, չգիտեմ, գործոնները կամաց սկսին երկրորդ պլան մղվել։ Դրա համար, երբ որ եկավ մի պահ, երբ որ ցավոք սրտի Ղարաբաղը փաստորեն մենք կորցրեցինք, ստացվեց, որ այդ հիմնական միավորող գործոնը լրիվ 30 տարվա մեկ էլ չկա։
Այդ դեպքում միանգամից հարց է ծագում, իսկ ի՞նչն է մեզ միավորում։ Իհարկե պետությունը, պետականության զարգացումը, բայց ինձ թվում է ճիշտ կլիներ այդ ամենը 15-16 թվականին, երբ որ մենք ուրիշ վիճակում ենք, երբ որ Ղարաբաղ էլ կար, երբ որ կարելի էր այլ կոնստրուկտիվ քաղաքականություն, գոնե այն ժամանակում պետք էր այս առաջ ընկնող ստրատեգիկ զարգացումը արվեր։ Այդ դեպքում լրիվ ուրիշ քաղաքականություն կլիներ։ Իհարկե կլիներ հասարակության ընդդիմացում, միշտ մոդեռնիզացիային բոլոր հասարակությունները ընդդիմանում են։ Ես կներեք, շեղվում եմ մի քիչ, մի հաղորդման էին ինձ հրավիրել մի քանի տարի առաջ, այս տիպի, այսինքն ես այլ քաղաքականացված բաներին չեմ մասնակցում, եւ ամեն կերպ ուզում էր այդ հաղորդավարը ինձ համոզել, որ գլոբալիզացիան պիտի վատ բան լինի, նեղազգայնականությունը լավ բան է։ Այս էլ չդիմացա, ասի, որ քրիստոնեություն ենք, դուք ընդունում եք այսօր քրիստոնեությունը մեր էության, մեր ինքնության գլոբալիստական սյուն է։ Ասում էր, հա, ասում էի, դա գլոբալ տարր չէր։ Դուք հասկանում եք, ինչքան ցավոտ էր այդ քրիստոնեության տարածումը Հայաստանում 4-րդ դարում։ Դա կտևի 100-ամյակից ավել, ինչքան գիտենք։ 150 տարի մոտ տևեց, մինչև ինքը լրիվ դառավ, մտավ մեր ինքնության մասը դառավ, ու հատկապես դա կամերագրվի հենց գրերի գյուտից հետո, եւ մասսայական այդ գրավոր մշակույթով սոցիալականացնելուց հետո։ Իհարկե պիտի լիներ դիմադրություն։ Պիտի լիներ դիմադրություն, բոլորում այլ ռուսների օրինակն եմ բերում, ասում եմ Դնեպրը կարմիր էր, ինչքան ցավոտ էր, բայց դարավ դա իրանց ինքնության մասը։ Այսինքն ցանկացած անվանենք դա արդիականացում, իհարկե հասարակությունը կամ ամբողջությամբ կամ մասամբ փորձելու է ընդդիմանալ դրան։ Նույն էլի շեք ճապոնական շատ լավ դա հիշում եք գեղարվեստորեն ներկայացված վերջին սամուրայ ֆիլմում, ոնց է այդ Մեզի դարաշրջանում այդ մոդեռնիզացիան ինչ ձև անցալվում, ասենք ավանդական։ Դա բնական է։ Ի վերջո հետո պատմությունը հետ այնտեղից է նայում։ Այնտեղից է նայում, ասում ես, դե էսի ճիշտ տարբերակներ։ Մեկ ուսանողների հետ sense կիսախաղի նման բաներ են անում, ասում ենք ալտերնատիվ պատմություն։ Օրինակ Ռուսաստանագիտություն դպրոց ենք անում, ասում ենք ինչ կլիներ, եթե Վլադիմիրը այսիշ դարում ընդուներ ոչ թե քրիստոնեություն, այլ մահմեդականություն։ Ես երբեմն ասում եմ, ինչ կլիներ, եթե 7-րդ դարում մենք էլ մահմեդականանայինք։ Իհարկե մեր համար դա ահավոր է այսօր թվում, բայց պատմությունը միշտ հետո է, ասենց վերևից են նայում, եղածից են գնում դեպի այնտեղ։ Այդ իսկ պատճառով, չգիտեմ, արդիականացումը, եթե հասկանանք դրա տակ նպատակաուղղված տրանսֆորմացիան, ազգ իմ կարծիքով դա տրված բան չի, դա անդադ գործընթաց է։ Ինչպես պետությունն է գործընթաց, այնպես էլ ազգն է գործընթաց, որի վրա անդադ պիտի աշխատես։ Պարզապես դա պիտի լինի ռազմավարական, դա պիտի լինի ոչ թե դեկոնստրուկցիայի ձևով, այլ ռեկոնստրուկցիայի ձևով։ Եվ դա պիտի լինի հատուկ, չգիտեմ, սպասարկվող ինտելեկտուալ ինչ-որ փորձագիտական մեծ խմբի կողմից։ Ես դա համարում եմ աքսիոմատիկ, չգիտեմ, որ պիտի ինքը փոխվի, չի կարա չփոխվի, մի բան որ կոնսերվացվում է, ինքը պրոբլեմ է դառնում։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի փիլիսոփա եւ քաղաքագետ Հովհաննես Սարգսյանի հետ։